Օй, գեղեցիկ ճամփորդություն է սպասում կարծես մեզ այսօր։ Նոր էր այդ կարգապահությունը ձեզ համար։ Ինչ լավն էր հարցը։ Հիշում եմ, որ ինձ ընկել էր մի հարց, որից ընդհանրապես գաղափար չունեի։ Իմ ծանոթ բոլոր իրավաբաններն էլ շատ ուժեղ են հենց ձեր ասած ֆունկցիայից։ Երբ որ ես ուզում եմ իրապես միտքս հանգստանա, Շարլ եմ լսում, ես արդեն 15 տարի է Նաիրիում եմ։ Կրթությունը իրապես այն լավ ապուղին է, որ կարող է երկար ժամանակ մարդկանց մեջ, բիզնեսի մեջ լավ հարաբերություններ ստեղծել։ Իսկ որպեսզի շատ լավ կառավարես, դու պետք է այն իրապես հասկանաս։ Ընկերներ, բարև ձեզ։ Դուք դիտում եք UFAR Alumni podcast-ը։ Մեր այսօրվա հյուրն է Մանե Մարտիրոսյանը, Nairi Insurance կազմակերպության գործադիր տնօրենը։ Մանե ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Սերգեյ ջան։ Շատ ուրախ եմ, որ դուք այսօր այստեղ եք, եւ առաջին հերթին ուզում եմ սենց միասին գնանք դեպի UFAR-ի այն առաջին տարիները, երբ դուք գնացիք համալսարան, որոնք են ամենավառ հիշողությունները համալսարանից։ Օй, գեղեցիկ ճամփորդություն է սպասում կարծես մեզ այսօր։ Տարիները շատ լավն էին, բարդ էր ըստ էության տեսակով, որովհետև երկրորդ ուսանողական տարին էր, որ պետք է մեկնարկեր UFAR-ում, երկրորդ սերունդն էր, այսպես ասած, եւ շատ բարդ ընդունվեցի համալսարան, այսպես ասած 0 կուրս էինք ասում, թե սկսնակ տարի էինք ասում, սկսել եմ դրանից, այնուհետև արդեն շարունակել եմ ուսումը 4-ամյա կրթությամբ եւ մագիստրատուրայի։ Առաջին լուսավոր կետը համալսարանում միանշանակ ընկերներն էին, այն ուսանողական ընկերները, որոնք թերևս կյանքում դարձան արդեն արժեքավոր մարդիկ, լավ գործընկերներ։ Եվ երկրորդ հիշողությունը, որ գալիս է արդեն մասնագիտական, դա կարգապահությունն էր, որ սովորեցի UFAR-ում։ Նոր էր այդ կարգապահությունը ձեզ համար, թե դուք էլ ձեր բնույթով արդեն իսկ տենց շատ խիստ ընտանիքից եք գնում ու միգուցե նորություն չէր այդ կարգապահությունը ձեզ։ Ինչ լավն էր հարցը։ Չէ, ընտանիքում ունեի այո այդ կարգապահությունը, սերմանող կրթության ոլորտից մայր եւ ինժեներ հայրիկ, բայց կարգապահությունը իր տեսակով եվրոպական որպես գիտական կրթական համակարգ յուրովի էր եւ հայկական սովորական դպրոց ավարտելուց հետո այո դժվար էր այդ կարգապահությունը վերցնել եւ կրել այն, որովհետեւ երբ որ կարգապահություն դու կրում ես, դու սկսում ես այդպես նաեւ մտածել։ Դա ձևավորում է արժե համակարգ եւ մտածողություն։ Իսկ որքանով էր այդ ճանապարհը բարդ, հաշվի առնելով այն, որ այդ տարիներին, երբ մարդիկ ֆրանսիական համալսարան էին ընդունվում, շատ քիչ տեղեկություններ կար, ընդհանրապես ընդունելության քննությունները ոնց են անցնում կամ ինչքանով է բարդ սովորել։ Հիմա բնականաբար շրջանավարտները շատ են, մեկը մյուսին հարցնում են ու հստակ գիտեն, մոտավորապես քննություններն համալսարանն էլ բնականաբար ավելի ազատ կերպով այդ տեղեկությունը տրամադրում է, որ դիմորդները պատկերացում կազմեն, բայց ոնց է կարողանում այդ բարդ ճանապարհը անցնել։ Առաջին կարծես բարդությունը, որ հանդիպել եմ, հենց ընդունելության քննությունն է եղել, որտեղ հիշում եմ, որ ինձ ընկել էր մի հարց, որից ընդհանրապես գաղափար չունեի, գլոբալիզացիան եւ դրա հետևանքները։ Ես այդ տարիներին պատկերացում չունեի առհասարակ ինչ է գլոբալիզացիան եւ պետք էր շարադրել միտքը, իրավաբանության ֆակուլտետ էի դիմել։ Հիշում եմ այդ քննությունից շատ քիչ միավոր հավաքեցի, մեծ միավոր հավաքեցի բանավորից, որը իմ մոտ կարծես թե լավ է ստացվում եւ կարողացա առաջին չելենջը հաղթահարել։ Երկրորդ չելենջը ըստ էության, որը մենք ունենում ենք ֆրանսիականի շրջանակում, դա լեզվի բարիերն է, որովհետեւ անգլերեն ընդունելության քննությունը հանձնելուց հետո բավականին պետք է շատ ջանք գործադրես, որպեսզի ֆրանսերենը սերմանես, որ ընդունես ֆրանսիացի դասախոսի առարկան հասկանաս եւ քննություն հանձնես։ Իսկ երկրորդ մարտահրավերը, որ ֆրանսիականի ուսանողը կարող է ունենալ, դա լեզվի բարիերն է, կարծում եմ։ Ես նաև գիտեմ, որ դուք շատ սիրում եք Ֆրանսիան, որտեղից է գալիս այդ սերը եւ հարգանքը դեպի Ֆրանսիա եւ ֆրանսիական մշակույթ։ Գալիս է երևի թե էլի դաստիարակությունից, մայրս կրթության ոլորտից լինելով անընդհատ խոսել ու պատմել է հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերությունների մասին։ Մենք տանը շատ հաճախ Շարլ ենք լսել եւ ինձ ճանաչողները գիտեն, երբ որ ես ուզում եմ իրապես միտքս հանգստանա, Շարլ եմ լսում։ Ու Ֆրանսիայում հավասարապես հենց քայլում եմ կամ որևէ մի սրճանում Շարլ եմ լսում, կարծես ներքին այդ սիրուն ելևէջները արթնանում են հիշողությունները, կարծում եմ մանկությունից դաստիարակությունից է կապը գալիս եւ հավասարապես ֆրանսիական ժողովրդին ընդունում եմ որպես ինձ համար զարգացած մտածողություն ունեցող եւ կրող անձինք են։ Այդ մշակույթը շատ հոգեհարազատ է ինձ։ Իհարկե մենք մասնագիտական հարցերով էլ կանցնենք, բայց առաջին հերթին ուզում եմ իմանալ, որն է ձեր կարծիքը վերջերս չէ արդեն մոտ
1 տարի առաջ դուրս եկած Շարլի մասին այդ ֆիլմի հետ կապված։ Ինչ զգացումներ ունեցաք ֆիլմը դիտելուց հետո, որովհետև կարծիքները շատ տարբեր էին։ Մարդիկ կային դրական էին մեկնաբանում, շատ մարդիկ բացասական էին մեկնաբանում, ինչ կասեք դուք։ Ես կարծում եմ մինչ ֆիլմը ես ավելի շատ ինձ վրա ազդեցիկ է եղել, անգամ աղջկաս հետ եմ ընթերցել Շարլի գիրքը, իր կյանքի մասին պատմող, այդքան լեզուներ, որ տիրապետել է եւ այն աղջկաս հետ ընթերցելուց մենք նույնիսկ ոգևորված էինք, թե մենք 4 լեզու ենք սովորում, բայց որքան Շարլ լեզու է տիրապետել, այնքան իրեն հեշտ է եղել շրջագայել եւ շփվել տարբեր մշակույթների հետ։ Իսկ ֆիլմը հավասարապես ինձ համար որևէ բացասական նոտա չի պարունակել, որովհետեւ լավ առիթ է մեր մեծն շանսոնիեի մասին կրկին խոսելու, թեկուզ այլ ձևաչափով ֆորմատով հասուդարձնելու հասարակությանը։ Շատ ճիշտ եք եւ վերադառնալով մասնագիտական կյանք, այս պայդրությամբ դուք ղեկավարում եք Nairi Insurance-ի գործունեությունը, մինչ Nairi-ի մասին խոսելը հետաքրքիր է, դուք կարողանաք ներկայացնել ինչպես է անցել կարիերայի ճանապարհը։ Ինչ կազմակերպություններում եք դուք աշխատել, ես գիտեմ, որ հիմնականում եղել եք հենց իրավաբանական գծով, բայց դրանից հետո արդեն զբաղվել եք գործառնական աշխատանքներով, ինչպես եղավ այդ փոփոխությունը։ Ամենասկզբից լինելով իրավաբանական կրթություն ունեցող անձ ընդունվել եմ առաջին այցենի դատարան։ Դատարանից հետո հասկացա, որ պետական համակարգը թերևս ինձ հոգեհարազատ չէ եւ գնացի բանկային համակարգ, իսկ բանկից հետո գնացի ապահովագրական համակարգ։ Երբ առաջին անգամ Nairi դուրը բացեցի, Սերգեյ, դա 2010 թվականին էր։ Փոքրիկ մի գրասենյակ, որը գտնում էր Պուշկին 50 հասցեում, ուներ մի քանի աշխատակից եւ ընդամենը հաշված աթոռներ ու համակարգիչներ։ Եվ առաջին հետաքրքիր փաստը, որ անգամ պետք է աշխատել մի աշխատողի բացակայության ժամանակ, չկար համակարգիչ եւ այն այդպիսի պայմաններում եմ ընդունվել, եւ ես ինձ խոստացա, որ շատ կարճ ժամանակ հետո կփոխեմ աշխատանքս, դե դուրս է եկել նախորդից, չուզեցա մի անգամից փոփոխություն անել, եւ այդպես 15 տարի։ Ես արդեն 15 տարի է Nairi-ում եմ, երբ որ որոշել եմ 2010 թվականին մեկ ամիս հետո կփոփոխեմ։ Մի քանի ամսից հետո փոխեք։ Իսկ ինչպես եղավ հենց աշխատանքային բնույթի փոփոխությունը, աշխատել հենց իրավաբանական համատեքստում, լուծել իրավաբանական հարցեր, բայց ինչ որ պահից դուք արդեն սկսեցիք զբաղվել այլ գործունեությամբ եւ ավելի մասշտաբային հարցեր լուծել։ Ինչպես եղավ այդ փոփոխությունը։ Իրականում նախ իրավաբանությանը անդրադառնամ, իրավաբանությունը ինձ համար օգնում է ռիսկերը կառավարել։ Ես այնքան եմ սիրում իրապես այդ մասնագիտությունը եւ այնքան եմ ռիսկերի կառավարման մեջ հետաքրքրություն տեսել, որ մեծ հոսքագրեր եմ վերցրել ընթացքում այդ փոփոխությունները, որովե բան, երբ որ ընկերությունում անել էր պետք, ես անընդհատ ձեռքս դնում եմ ասում, այ ես դա կարող եմ անել, ոչինչ որ ֆինանսական հոսք է։ Կարևորը ես կկարողանամ հասկանամ, ռիսկը կպատկերացնեմ եւ կսկսեմ կառավարել։ Իսկ որպեսզի շատ լավ կառավարես, դու պետք է այն իրապես հասկանաս։ Եվ երբ ես իրավաբանական բաժնի ղեկավարից փոփոխություն ունեցա գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնի, հասկացա, որ կարիք կա առավել խորացնել ֆինանսական գիտելիքները, որովհետև հոսքերը շատ տարբեր են։ Եվ արդեն գործադիր տնօրենի պաշտոնում ընտրեցի այն ճանապարհը, որ պետք է գնամ ֆինանսական կրթություն ունենամ, որպեսզի ավելի լավ կարողանամ կառավարեմ ամբողջ հոսքագրերը։ Իմ ծանոթ բոլոր իրավաբաններն էլ շատ ուժեղ են հենց ձեր ասած ֆունկցիայից, որ կարողանում են ռիսկերը լավ գնահատել, բայց նաև ամեն ինչ ունի չափ ու սահման ու շատ դեպքերում միգուցե այլ ընկերներ կամ գործընկերներ ռիսկերի մեջ sense չափից շատ են խորանում ու փորձում են մատնանշել փոքրիկ հարցեր, որոնք միգուցե գործընթացը դանդաղացնում են կամ պայմանագրի էջերը շատանում եւ շատանում են, միգուցե եւ տեղին։ Ձեր մոտեցումը այդ հարցին ինչպիսին է, այո, լինելով ուժեղ իրավաբան, որ ռիսկերը արժի դիտարկել, ցանկացած աշխատանքի մեջ, որ ռիսկերը միգուցե հաշվի առնելով հավանականության ցածր լինելը կարող ենք այդքան խորապես չուսումնասիրել։ Իրականում իրավաբանության մեջ էլ եւ պայմանագրային ցանկացած հիմունքներում նշված է, որ էական ռիսկերը, այսինքն պայմանագրի առարկան, էական պայմանները պետք է կարգավորել։ Եվ ավելին ես միշտ սիրում եմ իմ գործընկերների հետ զրուցելուց ասեմ, այսօրվա իրականության մեջ, այսքան արագ փոփոխվող դարաշրջանում թերևս հաղթում է այն կողմը կամ շահավետ դիրքում է հայտում այն կողմը, ով արագ է գործում։ Դրա համար ես միշտ հորդորում եմ նաև թիմակիցներից, եթե պահը պահանջում է, իրավիճակը պահանջում է
արագ գործել, ավելի լավ է արագ գործել, քան ձեր ասած, այո, մանրուքները, որոնք կարող է եւ էական են, բայց ըստ էության վերջնարդյունքում դրանք կարեւորություն այդքան չեն ներկայացնի, որովհետեւ դու դուրս կմնաս process-ից։ Ինձ համար այս դարաշրջանում արագ փոփոխվող դարաշրջանում շատ կարևոր է մեր գործողությունների ժամանակահատվածը։ Իսկ ինչպես հարմարվեցիք հայաստանյան ապահովագրական շուկային։ Շատերի համար դա միգուցե թվա ձանձրալի մի ոլորտ, բայց մարդիկ կան, որ հասկանում են այդ վիճակագրության եւ ֆինանսական հոսքերի գեղեցկությունը եւ սիրում են այդ ոլորտը, ինչպես ձեզ մոտ առաջացավ սերը եւ հարգանքը դեպի ապահովագրական ոլորտ։ Ինձ թվում է հենց այդ սերն է պահել 15 տարիներիում եւ ոչ միայն ինձ։ Մենք վերջերս մեր HR-ի հետ ամփոփում էինք արդյունքները նախորդ տարվա 2025-ի եւ մենք տեսանք, որ կրկին անգամ արդեն տարիներ շարունակ աշխատակիցները, unit manager եւ բարձր հաստիկ զբաղեցողները, ղեկավարները բոլոր 10 տարի եւ ավել են բոլորում Նաիրիում։ Ինձ թվում է դա աշխատանքային բնույթից եւ ներքին այո կորպորատիվ մշակույթից է գալիս, բայց ինչու՞մն է գեղեցկությունը մեր աշխատանքի կայանում։ Մեր աշխատանքը ամբողջությամբ կապված է մարդու հետ։ Մարդակենտրոն աշխատանք է, այդպես կարող եմ ասել։ Մենք գործ ունենք մարդու հետ ամեն օր հնարավոր տեղի ունեցող երևույթների հետ, ռիսկերի հետ եւ շատ բազմապրոֆիլ է, շատ բազմազան է բոլոր ոլորտները, որին ապահովագրությունը կարող է առնչվել։ Ինձ թվում է այդ երկարակեցությունը ոլորտում եւ հետաքրքրությունը սերը գալիս է նաեւ նրանից, որ արժեք ստեղծել, նպատակ դնել եւ արժեք ստեղծել գաղափարը պետք է լինի։ Ցանկացած լիդերի եւ պրոֆեսիոնալիզմ ունեցող անձի մոտ պետք է լինի արժեք ստեղծելու մտածողություն։ Եթե դու գիտես, թե ինչի հետևից ես ուզում հստակ գնաս դու եւ քո թիմը, դուք լավ իրար հետ բանակցել, երկխոսել եւ հասկացել եք, թե ինչի հետևից եք գնում, նպատակը, որին պետք է հասնեք, եւ կա արժեք ստեղծելու ցանկություն, այդ ճանապարհը նախ հաջողված է, երկրորդը երկարակեցություն կա այդ ճանապարհում։ Արդյոք միշտ է ստացվում մյուս թիմակիցների մոտ էլ ստեղծել այդ նույն ձգտումը։ Որպես ղեկավար մարդ բնականաբար դուք հասկանում եք այդ կարևորությունը, բայց միգուցե լինեն այլ աշխատակիցներ, թիմակիցներ, ցանկացած կազմակերպությունում, կոնկրետ մեկ կազմակերպության օրինակով չդիտարկենք այս հարցը, որ իրենք ասում են, ես իմ աշխատանքը իրականացնում եմ կամ ինչ որ նոր ընդունված աշխատող եմ, միգուցե հենց այդ ձեր ասած նույն մոտեցումը չունենա, որ ասի լավ ես հարցնել, ես կփորձեմ լուծել, այստեղ էլ կփորձեմ ներգրաված լինել, իրենք միգուցե նայեն կարճաժամկետ ինչ որ տեսանկյունով, որ դե իմ աշխատանքը չի, ես իմ գործը անում եմ, գումարը ստացա շատ լավ։ Ինչպես է կարողանում այլ աշխատակիցների եւ գործընկերների մոտ այդ տեսանկյունը առաջին հերթին ստեղծել եւ այնպես անել, որ նրանք էլ այդ ցանկությունով աշխատեն։ Իրականում ինձ թվում է հենց նոր ընդունված աշխատակիցներն են այդ վառ աչքերով, փայլուն աչքերով հենց ներգրավում եւ on-board լինում մեր մշակույթ, շատ կարեւորում եմ այդտեղ կորպորատիվ մշակույթը։ Կորպորատիվ մշակույթը դա սկսած բարձրագույն ղեկավարությունից, սկսած MRK համակարգից, մեր մոտ այն HR դեպարտամենտ է կոչվում, մշակույթի դեպարտամենտ է կոչվում, ինչու որովհետև մենք կարծում ենք առաջին օրից, երբ որ Նաիրի դուրը բացել է մեր թիմակիցը, մինչև վերջին օրը, երբ մենք այո նաև պետք է իրար կարողանանք գեղեցիկ հրաժեշտ տանք, մենք ունենք ճանապարհ եւ ունենք միասին արժեքներ կիսելու գաղափար։ Ինչպես կիսել արժեքները։ Պետք է լավ կոմունիկացնել, պետք է շփումները շատ լինեն, պետք է լավ storytelling-ը, այսինքն մեկի հաջողությունը կիսել եւ իրապես դրանով ուրախանալ։ Մենք ամեն ամիս ամփոփում ենք, թե կրթական ինչ նոր ծրագրեր են կարել, ով ինչ միջազգային սերտիֆիկատներ կամ լոկալ սերտիֆիկատներ է ստացել։ Անընդհատ շարունակական կրթվելը մեզ միացնում է, կրթությունը իրապես այն լավ կապուղին է, որ կարող է երկար ժամանակ մարդկանց մեջ, բիզնեսի մեջ լավ հարաբերություններ ստեղծել։ Իսկ վերջին տարիների ընթացքում ձեր մասնագիտական կարծիքով որքան է փոխվել հենց ապահովագրական շուկան եւ այս պահի դրությամբ ինչով կարող է այն ցանկալի լինել հենց նոր դիմորդների, նոր աշխատանք փնտրող մարդկանց համար։ Շատ լավ հարց է, Սերգեյ, ինչու, որտեվ ես հիշում եմ 2010 թվականին, թերևս երբ ես մուտք գործեցի ապահովագրության ոլորտ, այն այդքան գրավիչ չէր, որքան այսօր։ Ինչու, որովհետև թվային չէր։
10 թվականին մենք թերևս ձեռքով հավաքում էինք, գրում էինք պոլիսներ, ապահովագրական պայմանագրեր, վաճառում էինք ամբողջ դատաբազան ձեռքով էր հավաքագրվում եւ թվային գործիքներ չկար, իսկ ապահովագրությունը ընդհանրապես մեծ դատաբազաների մասին պատմություն է։ Այսօրվա պայմաններում սովորական ռադիկալ տիպային բիզնեսից ապահովագրությունը վերածվել է insurtech, ավելի թվային բիզնեսի։ Մենք խոսում ենք on-line տիրույթում մարդու հետ պայմանագիր կնքելուց, ընդհանուր սպասարկելուց on-line տիրույթում, ինչու՞ չէ նաև արհեստական բանականության կիրառելով։ Թերևս նայրին շատ հետաքրքիր кейս ունեցանք 2 տարի առաջ մենք գործարկեցինք արհեստական բանականությունը մեր հենց արդեն պատահարի process-ում, երբ արհեստական բանականության միջոցով վթարի պարագայում փորձում ենք գնահատել մեքենային պատճառված վնասը եւ տեղում արդեն քաղաքացին ունենալով նայրի մոբայլ հավելվածը պատկերացում է կազմում իր վնասի մասին, կարողանում է կողմնորոշվել կախված վնասից տարբեր process-ների մեջ իր մասնակցությունը։ Եվ այս բոլոր գործիքակազմը, որը 21-րդ դարում արդեն կարևորություն է մեզ համար ներկայացնում, նաեւ մեզ համար մոտիվացիա է, ստիմուլ է ոլորտի զարգացման համար եւ ռադիկալ բիզնեսից այսօր ամբողջական թվայնացված բիզնեսի մասին կարող ենք խոսել Հայաստանի ապահովագրական ընկերությունների։ Այն բոլոր կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն աշխատում են հենց հաճախորդների հետ կամ B2C մոդելով են գործում, առաջին հերթին հետաքրքիր կլինի ձեզնից լսել, արդյոք կազմակերպության գործունեությունը կարող ենք B2C դիտարկել թե ոչ, որ հստակ կերպով աշխատում է հենց ուղիղ օգտատերերի կամ գործընկերների հետ, որոնք որ հենց հաճախորդներն են, անհատների հետ։ Բնականաբար տվյալ բիզնես մոդելում կա մի խնդիր, որը դիտարկելի է բոլոր տեսակի կազմակերպությունների համար, որ մարդիկ բարձրաձայնում են ինչ-որ խնդիրներ կամ բողոքներ կամ մանավանդ ապահովագրական համատեքստում իրենք խնդրի առաջ են կանգնել ու հենց այդ պահին արձագանքում են եւ այն աշխատակիցները, որոնք հենց կապի առաջին գիծն են, միգուցե միանգամից այդ նեգատիվի հետ առնչվեն, հետաքրքիր է ձեր կազմակերպության դեպքում ինչպես եք դուք այնպես անում, որ նույնիսկ որ շատ օբյեկտիվ ինչ-որ վատ բան է պատահել, մարդը լարված միգուցե զանգում է, այլ աշխատակիցները ոնց դա ասենց փափուկ կերպով ընդունեն եւ դրանից հետո էլ գործից հետո էլ իրենց սրտին մոտ չընդունեն, որովհետեւ աշխատանքը մնում է աշխատանք։ Այո, հետաքրքիր հարց է։ Նախ ուզում եմ անդրադառնալ, որ մեր կազմակերպությունում եւ B2B-ին եւ B2C-ին կան հավասարապես վաճառքի երկու մոդելներն էլ, հոսքագրերը եւ 2025-ով նայրին առաջատարն է շուկայի ամենամեծ պորտֆելն ունենք ու սիրում եմ ասել, որ մենք վաճառում ենք ամենաբարդ երևույթը, լինելով ֆինանսական կազմակերպություն, մենք վաճառում ենք խոստում։ Այսինքն, երբ որ քաղաքացին նայրի ինշուրանսին գումար է վճարում, ինքը վճարում է խոստման դիմաց։ Մենք ասում ենք դժվար պահին, որը Աստված մի հարասցե կարող է տեղի ունենալ, մենք ձեր կողքին ենք։ Իսկ խոստում վաճառելը բնականաբար պետք է վստահություն ունենալ։ Այ որ ունենք հաճախորդների այդ մեծականակ հոսքը, կարծում եմ դա նրա հաշվին է, որ ձեր թվարկած իրավիճակներում մեր աշխատակիցները այնքան պրոֆեսիոնալ են հարցին մոտենում, որ կարողանում են հաճախորդի վստահությունը գրավել եւ պահպանել։ Իսկ ոնց դա անել։ Այսօրվա ժամանակաշրջանը ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ որ դու հաճախորդից մեկ քայլ առաջ ես լինում, իր պահանջին արձագանքելու առումով մեկ քայլ առաջ ես լինում, բոլոր այդ իրավիճակներում դու հաճախորդի վստահությունը կարողանում ես շահել։ Այսինքն այդ հոսքագրերը, որոնք դուք նշում եք, պետք է այնքան ճիշտ ու գրագետ մշակված լինեն եւ այնքան պրակտիկ կիրառելի լինեն, որ ձեր ասած հենց առաջին լինիայի աշխատակիցը ինքը կարողանա պահանջները գրագետ հասկանա եւ արձագանքի։ Կարեկցումը ամենակարևոր բանը, թերևս այսօր երևի մարդկանց այս թվային շատ դարաշրջանում ամենամեծ բանը, որի կարիքը մենք ունենք, դա կարեկցումն է։ Մարդու հետ խոսել եւ իր պահանջը հասկանալ եւ արձագանքել պահանջին։ Դա է ըստ իս հաջողությունը բիզնեսի։ AI դարաշրջանում շատ բաներ կփոխվեն եւ միգուցե ծրագրերն ու մեքենաները կանեն, բայց այդ մարդկային կապը, մարդկային կարեկցումը իրոք կարող է հարց փոխել։ Ըստ եմ ձեզ հետ համաձայն եմ շատ։ Եվ վերադառնալով համալսարանական տարիներին, այս sense կարիերայի մեծ ճանապարհ անցնելուց հետո, որոնք են այն առարկաները կամ գիտության ուղղվածությունները, որոնք տարիների ընթացքում ձեզ միշտ պետք են եկել եւ դուք հիմա հետ եք նայում, ասում եք այ համալսարանում SSS հիմնակարերի շնորհիվ էր, որ ես հիմա կարողանում եմ տվյալ գործունեությունում տվյալ բարդ կոմպլեքս խնդիրներին լուծումներ տալ։ Իրականում ֆրանսիականը իր խստապահանջ կրթությամբ մեզ սովորեցրել եւ
շատ տարբերվում է այլ կրթական համակարգերից պրակտիկ գիտելիքներ տալով։ Մենք այո, հավասարապես տեսություն սովորել ենք, բայց պրակտիկ գիտելիքները, որոնք ձեռք էինք բերում հանդիպումների, պրակտիկ աշխատանքների, գործնական աշխատանքների շրջանակում շատ արժեքավոր էին։ Մենք համալսարանը ավարտած արդեն դուրս էինք գալիս փոքրի շատ է բանակցողի կարգավիճակում, եւ երբ որ գնում էինք որևէ տեղ հանդիպումների, մենք տիրապետում էինք այն ամենասկսնակ հմտություններին, որը պետք է պրոֆեսիոնալն ունենա, որպեսզի մտնի աշխատաշուկա։ Կարծում եմ ամենատպավորիչը ինձ համար եղել է այդ փուլը եւ տեսության մակարդակով ունեցել եմ շատ հրաշալի դասախոսներ, որոնք միջև օրս դասավանդում են եւ հավասարապես Ֆրանսիայից ժամանած մասնագետներն ու դասախոսները, ովքեր ոչ միայն Հայաստանի օրենսդրությունն ենք մենք զուգահեռ սովորում ենք միջազգային։ Ես հիմա Սորբոնում սովորում եմ որոշակի մոդուլներ, որ համեմատում եմ եվրոպական կոնվենցիաների, կանոնակարգումների եւ մնացած այլ կարգավորումների առումով ինձ հիշեցնում է, որ ես դա սովորել եմ ինչ-որ միտեղ, այդ դա իմ բուհն է եղել, որը որ հավասարապես այդ կրթությունը մեզ մատուցել է։ Այ քանի որ նշեցիք հենց շարունակական կրթության մասին, մենք տարբեր էպիզոդների ընթացքում խոսել ենք, թե ինչքան կարևոր է շարունակական կրթությունը, բայց եկեք նաև միասին խոսենք շարունակական կրթության այդ բարդ կողմի մասին։ Տվյալ անձը շատ զբաղված է, ունի ընտանիք, տարբեր հոգսեր եւ դրա հետ մեկտեղ ինչպես եք դուք կարողանում ժամանակ գտնել շարունակական կրթության համար։ Ես կարծում եմ ֆրանսիացիները ու սիրում եմ դա ասել, լավ խոսք ունեմ, vouloir c'est pouvoir։ Եթե դու ցանկանում ես, դու կարողանում ես դա անել։ Ուղղակի պետք է շատ ուզենալ, դնել նպատակ եւ հասնել դրան։ Ես կյանքում ունեմ շատ կարեւոր մեկ միսիա, երկու հրաշք բալիկների դուստրերի մայրիկ եմ։ Ունեմ ընտանիք, ունեմ սիրելի աշխատանք, երկրորդ գլխավոր դերս Նայիրի աշխատանքն է եւ արդեն կրթություն։ Երբ ընտրում էի կրթությունը, անխոս էր միանշանակ առաջին իսկ հենց բայց գիտեի, որ ֆրանսիական կրթություն եմ ընտրելու executive MBA-ն անելու շրջանակում, բայց հարց կար, որը ինձ տանջում էր՝ ընտրել առկա ուսուցում, ընտրել on-line ուսուցում, թե ընտրել միքս տարբերակ։ Ընտրեցի առկա ուսուցումը, ամենաբարդը։ Ժամանակային տեսանկյունից այդ ամենաբարդն է, բայց երևի ամենաէֆեկտիվը։ Ինչ կարող եք ասել։ Ամենաէֆեկտիվը։ Ես վստահ այսօր արդեն քանի որ բոլոր էլա տարի ու կես իմ ուսուցման, ես կարող եմ ասել, որ ամենաարդյունավետն է։ Շատ բարդ է, որովհետև 10 օրը մեկնել Փարիզ ուսման համար եւ վերադառնալ եւ արդեն զբաղեցնել այն երկու գլխավոր դերակատարումներն անել, շատ բարդ էր տրված, բայց ինչևէ կարևորը տեղում Գիտեք, on-line-ին ես խնդիր չունեմ, որովհետև կան որոշակի պրոգրամներ, դասընթացներ, որոնք դու կարող ես on-line իրականացնել, բայց երբ որ խոսքը վերաբերում է տեսական գիտելիքներին, ես միևնույն է կպնդեմ, որ դա պետք է լինի առկա ուսուցման շրջանակում, եւ որ ամենակարևոր բենեֆիթը, որ առկա ուսուցումը տալիս է, դա network-ն է։ Դա մարդիկ են, որոնց դու հանդիպում ես։ Դա հենց քո ուսանողական գործընկերներն են, այն ձեռնարկատերերն են, որոնք մի օր քեզպես որոշել են գալ աշխարհի ծայրերից եւ շարունակական կրթությունը վերցնել։ Ուստի իրենց հանդիպելը դա ամենալավագույն առիթն է, որ պետք է բաց չթողել եւ միանշանակ գնալ առկա ուսուցման։ Եվ գլոբալ խոսելով հենց կրթության մասին, ուսուցման մասին, ձեր կարծիքով որոնք են այն մասնագիտական ուղղվածությունները, որ թեկուզ ապահովագրական կազմակերպության համատեքստում շարունակելու են մնալ արդիական, դիտարկելով տեխնոլոգիական զարգացումը, արհեստական բանականության օգտագործումը եւ կիրառումը եւ այլ թվայնացման գործընթացները, ինչու եմ հենց այդ հարցը տալիս, որովհետեւ մեզ նայում են եւ արդեն իսկ ֆրանսիական համալսարանը ավարտած մասնագետներ, ուսանողներ, արկա ուսանողներ եւ դիմորդներ, ու շատերի համար հիմա հարց է, որ մասնագիտական ուղղությունը ընտրել, ուր գնալ, ինչպես աշխատել։ Կարծում եմ արդիական է եղել եւ մնալու է ռիսկերի կառավարումը, որովհետեւ ցանկացած բիզնեսում ամենակարևոր կոմպոնենտը դա ռիսկերի կառավարումն է եւ տվյալների մշակումը, ուսումնասիրումը, տվյալների մշակման շնորհիվ բիզնեսի հոսքագրեր կարող են զարգանալ, կարող են լինել smart, կարող են լինել ավելի խելացի, շատ էական է։ Իսկ արագ փոփոխվող դարաշրջանում թե վաղը որը կլինի ակտուալ, մի քիչ դժվար կլինի Սերգեյ ջան այդ մասով պատասխանել, որովհետև մենք պլանավորման տեսանկյունից, եթե նախկինում անգամ բիզնեսը 2 տարվա ամենակարճ պլանավորումը դա 2 տարվա պլանավորումն էր, հիմա թերևս շատ դժվար է պլանավորումը կտրվածքով։ Միգուցե մեծ կազմակերպության դեպքում ավելի երկար, բայց թեկուզ փոքր թիմերի դեպքում մի քանի ամիսն է,
որ դու տեսնում ես այդ ընթացքը եւ նայելով նորությունները ինչքան արագ են զարգանում, ամեն օր մի նոր բան է տեղի ունենում։ Այո։ Դրա հետ մեկտեղ շատ հետաքրքիր է լսել ձեր պատկերացումները մասնագիտական ուղղություն ընտրելու տեսանկյունից, բայց թեկուզ հենց համալսարանական տարիներում դուք ընտրել եք օրինակ իրավաբանությունը, ինչ այլ ալտերնատիվաներ կային եւ ինչու հենց ընտրեցիք իրավաբանի աշխատանքը, որը հետագայում իհարկե զարգացավ եւ դարձավ այն, ինչի մասին արդեն խոսեցինք։ Իմ կրթության ընտրությունը էլի գալիս է մանկությունից։ Ես երևի մարդ եմ, որի ամբողջ արժեհամակարգը մանկության մեջ է ամփոփված ու ինչ որ մի տարիներ են եղել, ամեն ինչ տեղի ունեցել այդ մի քանի տարվա մեջ։ Դիտում էի մի սերիալ, որտեղ այն ժամանակ շատ հայտնի սերիալ էր, որտեղ գնում էր դատավարություն եւ արդարության զգացումը ինձ դրդել է, երբ որ ես եղել եմ շատ փոքրիկ, ծնողներիս ասել եմ պետք է դատավոր դառնամ։ Արդարություն, դա երևի ամենայն կարևոր արժեքներից է իմ կյանքում, որ ինձ անընդհատ ուղեկցում է արդարության զգացողությունը։ Թերևս իմ հրաշալի ծնողների կողքին ես այլ բան չէի կարող ընտրել, ունեի հոբի, բայց հասկացա, որ հոբիի հետևից չեմ կարող գնալ, դրա համար իրավաբանություն ընտրեցի եւ եթե նույնիսկ երկրորդ շանսն ունենայի ընտրելու, հավասարապես կընտրեի իրավաբանությունը։ Կարող ենք այդ հոբիի մասին խոսել, թե չէ։ Այո, կարող ենք։ Հոբիները մանավանդ այդ ուսանողական տարիքում շատ է լինում, ինձ հետ էլ դա եղել է, որ ունեցել եմ տարբեր հոբիներ ու երասկոտությունից ելնելով ասում ես միգուցե այդ հոբիով զբաղվեմ, մեծ ինչ-որ հաջողություններ կլինեն, բայց այդտեղ հենց ընտանիքի անդամներն են, որ օգնում են սթափեցնել։ Շատերը միգուցե դա մեկնաբանում են, վայ, տնեցիք չթողեցին, որ ես երազանքով զբաղվեմ եւ այլն գնամ ինչ որ X աստղը դառնամ, բայց այնուամենայնիվ իրենց ապրացնել ունի հիմք ու այս վայրդրությամբ, որ ես նայում եմ, վստահ եմ, որ իրենք ճիշտ խորհուրդ են տվել, անձամբ իմ դեպքում, չգիտեմ։ Ձեր դեպքում ինչ հոբի էր։ Իմ դեպքում պարարվեստն էր, եւ ես շատ մեծ իղձ ունեի պարուհի դառնալու, բայց մայրս, ով ավելի ամիջական էր զբաղվում ամեն ինչով, դաստիարակության հետ կապված, մայրս չարքելեց պարարվեստը։ Ես զուգահեռաբար շատ երկար տարիներ, անգամ մինչև 3-րդ կուրս, ես զբաղվել եմ պարարվեստով եւ հավասարապես ինքս էլ իմ դուստրերին դաստիարակելուց երբեք չեմ արգելի որևէ հոբիով զբաղվել, ինչու որովհետև երբ հետ հայացք եմ նետում անցյալին, պարարվեստը ինձ օգնել է ավելի անկաշկանդ լինել, երբ որ դու պետք է ներկայացնես, որ որևէ մի իրավիճակ, հանդես գաս, զրուցես հասարակության մեծ աուդիտորիայի հետ գործ ունենաս, ավելի անկաշկանդ լինել, ինձ միանշանակ օգնել է, նաև մտքի թռիչք է տալիս ստեղծագործելու։ Այնպես որ պետք չէ արգելել հոբիով զբաղվել, այն պետք է ապրի մարդու կյանքում։ Եվ ճանաչել որն է հոբին։ Միանշանակ։ Ես օրինակ սիրում եմ հարվածային գործիքներ, մարդիկ ասում են, չես ուզի զբաղվել դրանով, ասում եմ, չէ, դա ուղղակի իմ հոբին է։ Ինչպես հենց դուք ներկայացրիք, որը տալիս է էներգիա, որը ժամանց է, բայց չի կարող երբեք փոխարինել հիմնական մասնագիտական ուղղվածությունը, որն էլ թող լինի փոքրիկ խորհուրդ դիտող ուսանողներին, որ դուք էլ կարողանաք տարանջատում տալ, որն է հոբի, որը շատ հաճելի է, բայց հիմա գումար չի բերում կամ միգուցե ինչ-որ շրջանում գումար կբերի, բայց ապագայում այդքան էլ հստակ չի։ Միանշանակ համաձայն եմ չտարվել հոբիով։ Այո, շատ կուզեմ մենք զրուցենք Նայիրի վերջին ձեռքբերումների մասին, այնպես ստացվեց, որ մի քանի ամիս առաջ ես ներկա եղա այդ ձեռքբերումներից մեկի հայտարարման միջոցառմանը, կարող ենք հենց այդ դեպքի մասին խոսել կամ ընդհանրապես ինչ ձեռքբերումներ է ունեցել կազմակերպությունը եւ ձեր պատկերացումով նույնիսկ հաշվի առնելով այդ շատ արագ փոխվող իրականությունը, ինչ ապագա ծրագրեր կան, որոնց մասին կարող ենք խոսել եւ միգուցե հանրությունն էլ դրա մասին պատկերացում կազմի։ Սիրով Սերգեյ ջան, մենք ինչպես արդեն նշեցի 2025-ը ամփոփել ենք կրկին լիդերի կարգավիճակով շուկայի եւ սիրում եմ ասել, որ լիդերությունը դա ուղղակի թվերի եւ պորտֆելի մեծության մասին պատմություն չէ։ Մեզ համար, մեր կազմակերպության համար լինել առաջնորդող նշանակում է իրապես առաջնորդել շուկան։ Իսկ առաջնորդել նշանակում է նպաստել շուկայի զարգացվածությանը։ Իսկ շուկան կարող է զարգանալ, այն էլ մեր փոքրիկ լոկալ շուկան, բացառապես միջազգային կապերի շնորհիվ։ Եվ մենք արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխատում էինք այս ուղղությամբ։ Մենք AXA ապահովագրական ընկերության հետ, AXA Health International-ի հետ ունենք ռազմավարական գործընկերության պայմանագիր, հուշագիր, որը արդեն 2 տարի գործարկված է եւ մշակել ու Հայաստանի քաղաքացիների համար հասու ենք դարձրել առողջապահական միջազգային մեծ փաթեթ,
որը շատ բացառիկ է ըստ էության Հայաստանի քաղաքացիների համար։ Մենք առաջին անգամ ունենք հնարավորություն դառնալու ԱՔՍԱ-ի քարտապան եւ այն առողջապահական ծառայությունները, որը մենք սովոր ենք Հայաստանի շրջանակում ստանալ, տարեկան մեկ անգամ բուժզննում ամբողջ ծավալով, հիվանդությունների բուժում, վիրահատություններ, ամբուլատոր եւ ստացիոնար ծառայություններ, ներառյալ դեղորայք, ներառյալ ատամնաբուժություն, հոգեբանական, հոգեբուժական ծառայություններ, այդ մեծ ծավալով ծառայությունները արդեն հասու են Եվրոպայում։ Երբ որ մենք հատում ենք Հայաստանի Հանրապետությունը, մենք կարող ենք ցանկացած բուժկենտրոն, որը ԱՔՍԱ-ի գործընկեր է, իսկ դա ամենամեծն է ցանկով 2 միլիոն եւ ավել գործընկեր, ուղղակի մուտք գործենք, ներկայացնենք ԱՔՍԱ-ի քարտը եւ ստանանք բուժծառայությունը, որը մեր փաթեթի մեջ ներառված է։ Այդտեղ կա շատ կարևոր կոմպոնենտ, որը շուկայի կրթումն է։ Ինչքանով հեշտ կամ բարդ է տրվում այդ աշխատանքը, երբ կա նոր ծառայություն, նոր product, որի մասին միգուցե մարդիկ գիտեն կամ չգիտեն, բայց դրա հետ մեկտեղ կրթել շուկային, ինչպես է ձեր կազմակերպությունը եւ թիմը իրականացնում հենց այդ աշխատանքը։ Իրականում շատ դժվար է product-ը միջազգային բերել եւ տեղայնացնել։ Մենք թերևս պլանավորում էինք ԱՔՍԱ-ի հետ, որ 6 ամսում կկարողանանք տեղայնացնել եւ անցնել վաճառքի։ Տևեց 1 տարի, 1 տարի ամբողջ process-ը, ինչու, որովհետև այդ product-ը պետք է հարմարեցնել շուկայի պահանջներին։ Դա է ամենաբարդը եւ լավ իրազեկել քաղաքացիներին դրա մասին։ Բայց կարծում եմ, որ սա է միակ ուղին, որ մենք կարող ենք զարգացնել լոկալ մեր ապահովագրական ոլորտը եւ ԱՔՍԱ-ի հետ թերևս մեր պայմանագիրը եւ գործընկերությունը ամփոփված չէ մեկ product-ով։ Դա նոր ստանդարտների, միջազգային ստանդարտների ներմուծումն է Հայաստանի ապահովագրական շուկա եւ մեր ընկերություն։ Թերևս մենք 7 ընկերություն կա Հայաստանում գործարկող, բոլորս էլ ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան սերտիֆիկատներ, որակավորումներ, նաեւ բացառիկ միակն է, որ ունի Moody's B1 կայուն հեռանկարով վարկանիշ, բայց երբ որ խոսքը վերաբերում է միջազգային product-ին, հավասարապես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ինքը լրիվ իր հոսքագրերով ամբողջությամբ տարբերվում է նրանից, այնինչ մենք մինչ օրս իրականացրել ենք։ Այդ համատեքստում ինչպես է փոխվում ձեր պատկերացմամբ առաջնորդի դերը եւ կազմակերպությունում, եւ շուկայում, եւ գործընկերների հետ աշխատանքում, որոնք են այն ժամանակակից մոտեցումները, որ վերջին տարիների ընթացքում դուք կարողացել եք ինքներդ ձեզ համար ֆիքսել եւ բնականաբար աշխատանքում իրականացնել։ Առաջինը կարծում եմ լայն մտածելն է։ Առաջին բանը, որ ես հասկացել եմ միջազգային գործընկերների հետ շփումով, կրթությունով, երբ որ Sorbonne Business դպրոցը առաջին անգամ մուտք գործեցի, թերևս առաջի սկզբի ամիսները ինձ համար իմ մտածողության մեջ փոփոխություններ էին տեղի ունենում, որը ես չէի պատկերացնում։ Հիմա արդեն տեսնում եմ, թե ինչ փոփոխություններ են եղել։ Լայն մտածողությունն է։ Այդ միջազգային կապերը, երբ որ կան, դու սկսում ես լայն մտածել։ Երկրորդը ինձ համար որ շատ կարևոր է դա թիմայնությունն է։ Թիմի հետ կապը չկորցնելը։ Անկամ երբ որ շատ բացակայում եմ, կարծես պահանջմունք լինի։ Շաբաթը պարտադիր պետք է top management-ի թիմի հետ միտինգներ, այսօր այնքան հնարավորություն կա on-line կառավարելու, թիմի հետ կապը չկորցնել, արդիական լինել, զգոն լինել, արդիական լինել, ինձ թվում է դա եւ ճկունություն։ Ամենակարևոր բաներից մեկը, եթե մենք ապրում ենք այս արագության մեջ, մենք պետք է ճկուն լինենք, որովհետև շատ արագ են փոփոխվում երևույթները։ Եվ չպետք է վարանել, որ այ մենք պլանավորել էինք այսպես, չստացվեց, վերջ, ուրեմն այդ նպատակը ծալում եւ դնում ենք այն կողմ, ոչ։ Նպատակի հետ երբեք չպետք է վարվել այդպես, նպատակի հետ պետք է լինել համառ եւ անպայման փորձել գտնել այն կապուղին, այն ուղին, որը մեզ կարող է տանել, որ մենք հասնենք մեր նպատակին։ Շատ հետաքրքիր է, որպես ղեկավար դուք որ հաղորդակցության տարբերակն եք ավելի նախընտրում։ X խնդիրն է առաջացել, այդ հարցով օրինակ դուք մեյլ կգրեք, թե նամակ կգրեք, թե նույնիսկ չբարձրաձայնելով խնդրի մասին միանգամից ցենց ժողով կհրավիրեք։ Օֆլայն թե օնլայն։
NLP գիտության մեջ երևի ես այն մարդկանցից եմ, որ սիրում է touching people, պետք է անպայման ֆիզիկապես ժողովանեմ եւ այլն, ինչու։ Իհարկե, եթե դրա հնարավորությունը կա, եթե մենք մեզ կարող ենք թույլ տալ, որովհետեւ հիմա շատերն են on-line աշխատում, մենք թիմում նաեւ հեռավար աշխատանքն ենք խրախուսում, ավելի արդյունավետությունը բարձր է հեռավար աշխատանքում։ Ինչու, որովհետեւ սիրում եմ ես որպես ղեկավար եւ թիմակիցներս էլ հավասարապես այդպես են brainstorm անել։ Հասկացա։ Այսինքն մեկ հանդիպման ժամանակ օրակարգում դրված է հարցը, մենք չունենք սահմաններ, որոնք գծված են եւ որից դուրս գալ չի կարելի։ Մենք խոսում ենք, բանակցում ենք, գտնում ենք լուծումներ միասին։ Երբևէ նայրի ինշուրանսում չի կայացվում որոշում, որը հետագայում պետք է շատ դժվար իրեն ընկալել։ Որոշումը կայացվում է բացառապես թիմային եւ մենք վերջերս նաեւ մեր կառավարման մոդելը դարձրել ենք մասնակցային կառավարման մոդել, որտեղ որ բարձրագույն ղեկավարությունից մինչև նորեկները անգամ մեր ընկերություն, որոնք թարմ հենց ուժն են, որոնք քեզ կարող են այնպիսի բան ասել, որը որ դու չես տեսնում ներսում, մասնակցում են որոշումների կայացման մեջ։ Որն է այդ մասնակցային մոդելի տարբերությունը, ինձ համար դա նոր գաղափար է, այլ կառավարման մոդելների հետ, եթե համեմատենք։ Պրակտիկորեն ինչպես է դա լինում։ Ըստ էության գալիս է պատասխանատվության ստանձնման հիմնական կոմպոնենտը, որ տարբերվում է մասնակցային կառավարման, երբ որ դու որոշումների կայացմանը մասնակցում ես, դու լինում ես, դու քեզ զգում ես այն պատասխանատու օղակում, որ որոշման հետևանքը պետք է կրես։ Լինի լավը դա քոնն է, լինի վատը դա քոնն է։ Ինձ թվում է պատասխանատվությունն է հիմնականում, եւ մարդիկ շատ ավելի լավ ներգրավում են բոլոր այն process-ներում, որոնց իրենք մասնակցել են։ Այսինքն ներգրավվածություն թիմի եւ պատասխանատվություն։ Ownership-ի նման կարծես որ ինչ-որ հարց կա, նախագիծ կա, գործընթաց կա, որտեղ բոլորը ունեն իրենց մասնակցությունը։ Մեր հայ իրականությունում միգուցե դա այնպես է լինում, որ տենց մեծ ժողով է լինում, որ վերջում 1-2 հոգու վրա է այդ գործը մնում, բայց վստահ եմ, որ այս դեպքը դիտարկելի չէ։ Եվ հաշվի առնելով այն, որ մեր ոդկասթը նայում են եւ ուսանողներ, եւ արդեն իսկ ավարտած մարդիկ, մեր շրջանավարտները եւ դիմորդները, որ նոր sense հիմա հենց այս պայդրությամբ միգուցե Instagram-ի edge-ը թերթում են ու պետք է sense որոշեն, որը կլինի ձեր խորհուրդը այդ բոլոր մարդկանց գլոբալ, որը կլինի ձեր խորհուրդը ֆրանսիականի ուսանողին։ Ֆրանսիական ուսանողին խորհուրդ կտամ լինել շատ համառ, դնել նպատակ եւ անպայման հասնել նպատակին, եւ մի բան, որ շատ կարեւորում եմ, թերևս վերջերս եմ նաեւ լսել մեծ հարթակներում ու սովորել, մենք որպես մասնագետներ, մարդիկ, պրոֆեսիոնալներ, լիդերներ, որ լեվելի որ կլինենք, կարող ենք ամեն ինչ կյանքում զիջել, բայց ոչ էական core value-ներից եւ արժեքներից։ Միշտ չզիջել այն արժեքները, որը որպես մարդ, որպես պրոֆեսիոնալ մեր կերպարն է կերտում։ Դա միշտ պահպանել, լինել ճկուն, փոփոխվել, զարգանալ, կրթվել, բայց core value-ները երբեք չզիջել։ Մանե ջան, շատ շնորհակալ եմ։ Մենք հիմա իհարկե հաղորդման փակումը կանենք, բայց մի կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, ինձ համար դա բացահայտում էր, հենց հիմա կփորձեմ բացել, խոսելով հենց ֆրանսիական համալսարանի ուսանողների ստեղծարարության մասին։ Ինչ եմ ես մի քանի օր կամ մի քանի շաբաթ առաջ կապ տեսնենք արդեն երբ է այս թողարկումը լինելու։ Ուսանողները քննության ժամանակ ինչ են արել, հետաքրքիր է ձեր կարծիքը։ Անգլերենի քննության ժամանակ որոշել են, որ պետք է AI-ով սարքեն ու Far Alumni podcast-ից մեկ էպիզոդ, որտեղ ես հանդիպում եմ բոլոր այդ ուսանողներին եւ նույնիսկ նկարներն են տարածել, չգիտեմ գործընկերները տեսել են թե չէ, եւ անգլերենով sense տարբեր հարցազրույցներ են իրականացրել ու պարզվեց, որ այդ մի թողարկումներ, որին ես ներկա չեմ եղել, ուստի միասին ես ուզում եմ մի հատ sense shout-out անենք Միլենա Ավետիսյանին եւ թիմակիցներին, որոնք այդ պրոյեկտի վրա աշխատել էին, ինչպես կգնահատեք հենց այս кейսը։ Ինձ թվում է լավն է միտքը։ Ես սիրում եմ սպոնտան մտքեր։ Դա ստեղծագործ մարդու վարքագիծ է, մի շրջանակներից դուրս գալ, հետաքրքիր երևույթներ, այ տեսեք ձեզ զարմացրել են, ես էլ զարմացա ինքս, ողջունում եմ
այդ քայլը եւ կարծում եմ, որ չպետք է երբեք կաշկանդվող լինել։ Պետքա փորձարկել բոլոր հնարավոր միջոցները արտահայտվելու։ Սա արտահայտման ձև է, կարծում եմ, ուսանողների համար։ Որը այդ բոլոր բնավորության գծերը հավասարապես կարծում եմ բնորոշ են հենց ֆրանսիականի շրջանավարտին եւ ուսանողին։ Շատ ճիշտ, իրապես ճիշտ եք։ Անե ջան, շատ շնորհակալ եմ այս տեղեկատվական եւ հետաքրքիր զրույցի համար։ Ինձ էլ էր հետաքրքիր, շատ գեղեցիկ ճամփորդեցինք եւ հիշողություններով եւ պրոֆեսիոնալ կյանքով։ Շնորհակալ եմ Սերգեյ հրավերի համար։ Վստահ եմ, որ եւ շրջանավարտները եւ ուսանողները բացահայտեցին ինչպես ապահովագրական ոլորտը նորովի, այդպես էլ կարողացան ձեր մասնագիտական ճանապարհը ավելի լավ ճանաչել։ Շնորհակալ եմ։ Ընկերներ, դուք դիտում եք UFAR Alumni podcast-ը եւ մեր այսօրվա հյուրն էր Մանե Մարտիրոսյանը, Nairi Insurance կազմակերպության գործադիր տնօրենը։